1804 թվականին սկսվում է ռուս-պարսկական առաջին պատերազմը եւ Գանձակի պատկանելության հարցից է այս ամենը սկսվում, այստեղ տեղի ունենում Բախում, պատերազմը սկսվում է, տևում է 9 տարի, ավարտվում Գյուլիստանի հաշտության պայմանագրով եւ Պարսկաստանի ենթակայության տակից հայկական որոշ տարածքներ հայտնում են ռուսական կայսրության կազմում։ Այստեղ ավելանում է Շիրակը, նախորդ նշված ցանկից բացի, Լոռիից եւ Տավուշից ժամանակակից նաև Շիրակն է, Սյունիքի զգալի մասը և Արցախը ու Ուտիքը։ Այս առումով ստացվում է, որ Արևելյան Հայաստանի մի մասը հայտնվում է ռուսական կայսրության կազմում։ Հաջորդ փուլը 1826-28 թվականների ռուս-պարսկական արդեն երկրորդ պատերազմն էր, որն ավարտվում է արդեն ժամանակակից մեր Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասի ռուսական կայսրության կազմում հայտնվելով, մասնավորապես Երևանը հենց այդ պատերազմի ժամանակ է հայտնվել ռուսական կայսրության կազմում։ Սա իհարկե մի կողմից եւ Իրանի եւ Ռուսաստանի պատմության մաս է, բայց մեզ համար բնականաբար սա հայոց պատմության մասն է նախ եւ առաջ, որովհետեւ մեր հայրենի հողի նկատմամբ օտար տիրապետության փոփոխություն է տեղի ունենում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։